Մոլորակի վրա դեռևս կան վայրեր, որոնք չեն զգացել քաղաքակիրթ մարդու ձեռքի հպումը։ Բայց փոխարենը կան վայրեր, որոնք ոչ միայն ականատես են եղել հազարամյակների քաղաքակրթությանը, այլև իրենց վրա են կրում դրանց դրոշմը գրերի տեսքով։ Այդպիսիք շատ են Հայաստանում։ Գառնի Արեգակի պաշտամունքին նվիրված այս կենտրոնն ավելի հայտնի է Արև Միհրի տաճարով եւ ամրոցով, որոնք կառուցել է մեծ հայքի արքա Տրթատ առաջինը իր թագավորության 11-րդ տարում։ Դա մեր թվարկության 76 թվականն էր։ Ամրոցի կառուցման մասին արքան թողել է հունարեն արձանագրություն, որում կարդում ենք. Հելիոս Տիրիդատես թագավոր մեծ հայքի թագավորելով իբրև վեհապետ պայծառափայլ թագու համար կառուցեց անհաղթահարելի ամրոցը իր թագավորության 11-րդ տարում։ Հուշարձանի տարածքում սակայն կա շատ ավելի հին գրավոր կոթող, կանգնեցված Քրիստոսից առաջ 8-րդ դարի առաջին կեսին։ Վանի հզոր տիրակալը Արգիշտի առաջինը այստեղ թողել է սեպագիր արձանագրություն, որում առաջին անգամ հիշատակվում է Գառնիի անվանումը։ Տաճարից մի քանի մետր հեռավորության վրա 2-ից 3-րդ դարերում կառուցված արքայական բաղնիքն է, որի հանդերձարանի հատակը պատված է հունական դիցաբանության պատկերներով եւ հունարեն գրություններ ունեցող խճանկարներով։ Տաճարի պատերին կան բազմաթիվ հայերեն արձանագրություններ, 405 թվականին ստեղծված հայկական այբուբենով։ Հայերեն արձանագրություններով հարուստ է նաև տաճարի անմիջական հարևանությամբ գտնվող 7-րդ դարի քրիստոնեական եկեղեցին։ Տաճարի պատերին կան նաև արաբերեն ու պարսկերեն արձանագրություններ, փորագրված 9-ից 10-րդ դարերում, որոնք նույնպես հոգևոր ուղղվածություն ունեն։ Արաբերեն այս գրություններից մեկի հեղինակն օրինակ օրհնում է այս կոթողը կառուցողին, իսկ ուրիշները թողություն են խնդրում սեփական մեղքերի համար։ Պարսկերեն գրության հեղինակ Թավրիսցի քարագործը հայցում է Ալլահից իր համար բարի վախճան։ Այսինքն Քրիստոսից առաջ 8-րդ դարից մինչև մեր թվարկության 12-րդ դարը 2000 տարվա ընթացքում հուշարձանն ականատես է եղել 5 գրավոր մշակույթի եւ կրում է դրանց կնիքները։ Հրաշակերտ այս տաճարը ավերվել է 1679 թվականին երկրաշարժից, վերականգնվել 1971 թվականին։ Ավելի խորը վաղեմություն ունի Մեծամորի հուշարձանը։ Արարատյան դաշտավայրում բարձրացող այս բլուրը բնակեցված է եղել դեռևս Քրիստոսից առաջ 5-րդ հազարամյակում։ Կյանքն այս հնավայրում անընդհատ շարունակվել է մինչև ուշ միջնադար, ավելի քան 6.5 հազարամյակ։ Դեռևս վաղնջական ժամանակներում ունեցած քաղաքակրթական բարձր մակարդակի մասին են վկայում հնավայրի տարածքում բացված աստղադիտարանը, մետաղածուլարանը և տաճարները։ Հնագույն այս աստղադիտարանից պահպանվել է միայն 2 հարթակ, որոնցից դիտարկվել է Օրիոն համաստեղությունը Քրիստոսից առաջ 2800-ից 2600 թվականների ընթացքում։ Այսինքն, այս աստղադիտարանը հին է հանրահայտ Սթոունհենջից շուրջ 1000 տարով և հասակակից է Քեոպսիբուրգին։ Հետաքրքիր է, որ դեռևս 19-րդ դարում եվրոպացի աստղագետներ Օլկոտը, Ֆլամարիոնը,
Սվարցը, մունդերը տեսական ուսումնասիրություններով ցույց էին տվել, որ աստղային երկինքը կենդանակերպերի զոդիակի բաժանումը տեղի է ունեցել հայկական լեռնաշխարհում, Արարատի շուրջ եւ Եփրատի աղունքներում, հենց Քրիստոսից առաջ 2800 թվականին մոտ։ Եվրոպացի գիտնականների հաշվարկի այս բացառիկ ճշգրտությունը հաստատվեց 1960-ական թվականներին, երբ աստղագետների համաշխարհային կոնֆերանսում հրապարակվեցին Մեծամորի աստղադիտարանի ուսումնասիրության արդյունքները։ Սա Մեծամորում բացված 7 կրակների տաճար սրբավայրն է, 7 փողանի սրբազան անոթներով։ Մեր թվարկության 7-րդ դարի հայ նշանավոր աստղագետ Անանիա Շիրակացին տեղեկացնում է, որ հնում հավատում էին, որ տիեզերքը բաղկացած է երկնային 7 ոլորտներից։ 7 կրակների այս տաճար սրբավայրը հավանաբար նվիրված էր երկնային 7 ոլորտների պաշտամունքին։ Մեծամորում հայտնաբերվել է նաև հնագույն մետաղաձուլարան։ Քաղաքակրթական այսպիսի մակարդակում անհնար էր գիր չունենալը։ Բարեբախտաբար պեղումների արդյունքում հայտնաբերվեցին նաև հնագույն գրերը։ Դրանք եւ փորագրված են հարթեցված ու մշակված ժայռերին եւ գրված են առանձին իրերի վրա։ Այս արձանագրությունները թվագրվում են Քրիստոսից առաջ 3-ից 2-րդ հազարամյակներով, սակայն մինչև օրս մնում են չվերցանված։ Տեղական գրերի կողքին Մեծամորի հուշարձանից հայտնաբերվել են բաբելոնյան սեպագրերով եւ եգիպտական հիերոգլիֆներով արձանագրված առարկաներ, որոնք Քրիստոսից առաջ 2-րդ հազարամյակում են հայտնվել հնագույն բնակավայրի տարածքում եւ վկայում են արտաքին աշխարհի հետ ունեցած լայն կապերի մասին։ Զարմանք ու հիացմունք է պատճառում ընդամենը 3 սանտիմետր երկարությամբ եւ 1.5 սանտիմետր բարձրություն ունեցող գորտի ագաթե այս արձանիկը, որը ոչ միայն արվեստի հրաշալի նմուշ է, այլև գրավոր հուշարձան եւ կրում է Քրիստոսից առաջ 15-րդ դարում իշխած Բաբելոնի արքայի սեպագիր արձանագրությունը ու անգամ ագաթի կշիռը 1 սիկղ, այսինքն 8.7 գրամ։ Մեծամորից հայտնաբերված մեծարժեք գտածոներից է եգիպտական հիերոգլիֆներով Սարդիոնե գլանաձև կնիքը, որը նույնպես թվագրվում է Քրիստոսից առաջ 15-րդ դարում։ Սա ևս Մեծամոր է հասել Բաբելոնիայից։ Եգիպտական հիերոգլիֆներով կնիքներ են հայտնաբերվել Հայաստանի այլ հնավայրերից ևս՝ Վանից, Անիից, Արմավիրից, Կարմիր Բլուրից, Լորի Բերդից եւ թվագրվում են Քրիստոսից առաջ 16-ից 7-րդ դարերով։ Դրանք տեղական ծագում չունեն եւ Հայաստան են հասել դիվանագիտական, առևտրատնտեսական կամ այլ հարաբերությունների արդյունքում։ Հայաստանի հնավայրերից գտնված եգիպտագիր առարկաները մեզ մտովի տանում են հին Եգիպտոս, որի քրմությանը վիճակված էր ունենալու նույն ճակատագիրը, ինչ հայոց քրմությանը։ Երկու երկրների քրմերն էլ հեռացան պատմության թատերաբեմից, մինչև վերջ հավատարիմ մնալով գրերի մասին իրենց սրբազան ավանդույթներին։ Քրմերի գլխավոր առաքելությունը երկրի վրա աստվածային գիտելիքի պահպանումն ու փոխանցումն էր, որի համար գործածվող գրանաշանները ևս սրբազան ավանդույթի համաձայն համարվում էին աստվածաստեղծ։ Հելենիստական դարաշրջանում, երբ ստեղծվեց 24 տառանոց այբուբեն եգիպտերենի համար, եգիպտական քրմերը հրաժարվեցին այն ընդունել։ Նրանք նախընտրում էին գործածել մի քանի 100 նշաններից բաղկացած, սակայն աստվածաստեղծ համարվող գրահամակարգը, քան մարդաստեղծ 24 տառանոց այբուբենը։ Նույնը կատարվեց նաև Հայաստանում։ Ահա թե ինչու Քրիստոսից առաջ 3-րդ դարից հայոց արքաները գործնական նկատառումներով կիրառում էին օտար, հունական եւ արամեական այբուբենները։ Իսկ քրմերը հրաժարվեցին դրանցից եւ հնավանդ գրերի կիրառությունը սահմանափակվեց Մեհյաններում։ Թերևս նաև դա է պատճառը, որ հայերենում հիերոգլիֆ բառի համարժեքն է մեհենագիրը, այսինքն
մեհյանների, տաճարների գիր։ Սեմից, քամից և հաբեթից սերվեցին 73 ժողովուրդներ։ Նրանցից գրաճանաչ են 15-ը, իսկ մյուսները չեն տարբերվում կենդանիներից, և որպես անգիտակից գոհեր թափառում են երկրի երեսին։ Անդրոնիկոս իմաստուն, ասորի մատենագիր։ Գրերի աստվածաստեղծ լինելու հավատամքի հետ է կապվում այն փաստը, որ բազմաթիվ երկրներում տեղի ունեցած կրոնական հեղաշրջումներից հետո նոր կրոնը մերժում էր նաև նախորդ կրոնի գիրը։ Այդպես եղավ նաև Հայաստանում։ 301 թվականին Հայաստանը դարձավ առաջին քրիստոնյա պետությունն աշխարհում։ Արգելվեց նախորդ կրոնը և ավերվեցին հին աստվածների տաճարները։ Պատահական չէ, որ առաջինն ավերվեց հայոց դպրության Տիր Աստծո տաճարը և մեհենագրությունն արգելվեց, սակայն գիրը չի մեռնում։ Այն փոխակերպվում է, վերաիմաստավորվում և շարունակում գործածվել ժողովուրդների կողմից տարբեր դրսևորումներով։ Քրիստոնեության պետականացումից և մեհենագրության արգելումից հետո հեթանոսական գրանշանները վերածվեցին հմայանիշների։ Ժողովուրդը մինչև օրը շարունակում է հավատալ դրանց մոգական նշանակությանը։ Սրանք Երևանի մատենադարանում պահպանվող հմայիլներն են, որոնցում հին հեթանոսական նշանների կողքին բացատրագրերը տրված են մաշտոցատար հայերենով։ Դրանք հետաքրքիր տեղեկություններ են պահպանել հայոց նախաքրիստոնեական հավատալիքների մասին։ Դրանցից մեկից տեղեկանում ենք, որ հայերը հնում հավատում էին, որ մշտամանուկ Արեգակի սրտում ապրում են 365 սրբեր, որոնցից ամեն մեկը տարվա մեկ օրը արդարությունն էր պահպանում երկրի վրա։ Արեգակնային այդ սրբերն օգնության էին կանչվում չար ուժերի դեմ պայքարում։ Մեհենագրերը հարատևեցին նաև վարպետների նշանների մեջ, որոնք փոխանցվում էին ժառանգաբար հորից որդուն և հարյուրավոր օրինակներով տեղ են գտել հատկապես վաղ քրիստոնեական հուշարձանների պատերին։ Քրիստոնեական հուշարձանների պատերին հանդիպում ենք նաև հեթանոսական նշանների, արևանշաններ, այծեպատկերներ, որոնք զարմանալի են ոչ միայն եկեղեցիների պատերին հայտնվելու պատճառով, այլև քանդակման եղանակով։ Դրանք չեն փորագրվել, այլ քանդակվել են հնադարյան ժայռապատկերների նման, մուրճով ծեծելու եղանակով։ Բազմաթիվ տեղեկություններ կան, որ դարեր շարունակ հեթանոսները չէին հանդարտվում և հայ առաքելական եկեղեցին նրանց դեմ անընդհատ պայքար էր մղում։ Չի բացառվում, որ այս նշանները լինեն հենց այդ պայքարի հետքերը, երբ հեթանոսները, գրավելով նախկին տաճարների հիմքերի վրա կառուցված եկեղեցիները, յուրօրինակ վերահսկման ծես էին կատարում, դաջելով իրենց խորհրդանշանները։ Վերապրող հեթանոսական վկայություններ կարող են համարվել նաև օձապատկերներով միջնադարյան շիրմաքարերը Կոտայ գավառում։ 1050-ական թվականներին ճնշվեց վերջին հզոր հակաեկեղեցական շարժումը Հայաստանում, որի ներկայացուցիչները շարունակում էին դավանել նախաքրիստոնեական հավատալիքներ և հայտնի էին թոնդրակեցիներ անվամբ, Հայաստանի միակ գործող հրաբուխ Թոնդուրեկ լեռան անվամբ։
Դրանից մեկ դար անց, երբ հեթանոսության վերադարձի վտանգը լիովին վերացել էր, տեղի ունեցավ զարմանալի երևույթ։ Մեհենագրերը կրկին վերադարձան։ Սակայն վերադարձան ոչ որպես հեթանոս գրեր կամ հմայանշաններ, այլ որպես համառոտագրության նշաններ։ Դրանք տեղ էին գտնում ձեռագիր մատյաններում առանձին ցանկերով եւ կոչվում էին նշանագիրք իմաստնոց, այսինքն գաղափարագրեր։ Արձանագրեցեք քարի վրա, քանզի թուղթն ապականվում է կրակից կամ ջրից, իսկ քարե արձանն անջնջելի մնում է հավիտյան։ Հռիփսիմե արքայադուստր հայոց, 10-րդ դար։ Հազարամյակների փորձությունների, պատմության թաթերաբեմից որոշ ժողովուրդների անհետանալու, կրոնական հեղաշրջումներից հետո արգելվելու եւ այլ ճանապարհներով հին աշխարհի բազմաթիվ գրեր մոռացվեցին։ Վաղ միջնադարում արդեն անհասկանալի ու առեղծվածային էին դարձել հիերոգլիֆ եւ սեպագիր արձանագրությունները։ Բրպտող մարդու միտքը չէր կարող անտարբերանցնել անցյալի խորհրդավոր հիշատակարանների կողքով։ Եվ պատահական չէ, որ նոր ժամանակներում, հատկապես սկսած 18-րդ դարից, աշխատանքներ տարվեցին դրանց վերծանելու ուղղությամբ։ Այդ աշխատանքների առաջին մեծ արդյունքները ստացվեցին 19-րդ դարի առաջին քառորդում։ 1802 թվականին գերմանացի ուսումնասիրող Գեորգ Գրոտեֆենդը գտավ սեպագրի վերծանության բանալին։ Երկու տասնամյակ անց 1822 թվականին ֆրանսիացի գիտնական Ֆրանսուଆ Շամպոլիոնը մարդկությանը վերադարձրեց 4-րդ դարից անհասկանալի դարձած եգիպտական հիերոգլիֆիկայի գաղտնիքները։ Մեր օրերում էլ դեռևս մնում են չվերծանված գրային համակարգեր։ Վերջին վերծանություններից մեկը տեղի ունեցավ 1995 թվականին, երբ ստացվեց Վանի թագավորության Արարատ Ուրարտուի մեհենագրության վերծանության բանալին։ Վանի թագավորության մեհենագրության վերծանությունը կապված է որոշակի բարդությունների հետ։ Խնդիրն այն է, որ մենք չունենք երկլեզու արձանագրություններ, ինչը շատ կհեշտացներ աշխատանքը, ուստի մնում էր միայն ապավինել տրամաբանական հանգուցալուծումների ճանապարհին եւ իբրև օժանդակ նյութ ունենալ միայն սեպագիր արձանագրություններից ստացված տեղեկությունները։ Ամբողջ նյութը հավաքելուց եւ համակարգելուց հետո պարզ դարձավ, որ գնահամակարգը բաղկացած է եղել շուրջ 300 նշաններից, մեհենագրերից եւ գրվել է աջից ձախ եւ վերից վար ուղղություններով։ Ստացվեց վերծանության առաջին բանալին, ընթերցվեցին Իշպուինի, Մենուա, Սարդուրի եւ Ռուսա արքայանունները, Խալդի, Թեյշեբա, Շիվինի, Սարդի եւ Ինուանի դիցանունները, բազմաթիվ գաղափարանշաններ, այդ թվում նաեւ թվանշաններ եւ հնչյունային նշաններ։ Ընդհանուր առմամբ այսօր վերծանված է շուրջ 60 նշան, որը կազմում է գրահամակարգի շուրջ 20%-ը։ Վերծանության առաջին արդյունքները թույլ են տալիս մեզ որոշակի համարձակությամբ խոսելու այդ գրահամակարգի հնագույն հայերենով գրված լինելու մասին։ Վերծանության արդյունքները այսօր դանդաղում են միայն այն պատճառով, որ դժբախտաբար մինչ օրս չեն գտնվել մեծածավալ բնագրեր։ Հին ու միջին դարերում տարածված երևույթ էր բազմալեզվայնությունը, երբ միևնույն տեքստը գրվում էր մի քանի լեզուներով ու գրերով, որպես օրինաչափություն ընդգրկելով ժամանակի միջազգային լեզուները։ Դա արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու, սեփական խոսքը մյուսներին հասցնելու, ժողովրդների շփման եւ փոխըմբռնման ճանապարհն էր։ Հին Արևելքում միջազգային լեզվի դերակատարում ուներ շումերերենը, միջնադարյան Եվրոպայում լատիներենը։ Քաղաքակրթական ներթափանցումների գլխավոր ճանապարհը թարգմանությունն էր։ Թարգմանությունների շնորհիվ ժողովուրդները ոչ միայն ավելի լավ են ճանաչում մեկ-մեկու եւ քաղաքակրթվում, այլև դրանց շնորհիվ մարդկության համար կործանումից փրկվում են բազմաթիվ արժեքավոր գործեր։ Մեսրոպ Մաշտոցի շնորհիվ 5-րդ դարում սկիզբ է դրվում հայ թարգմանական շարժմանը։
ինչի արդյունքում էլ փրկվում եւ պահպանվում են մի քանի տասնյակ կարևորագույն գործեր, որոնց հունարեն եւ ասորերեն սկզբնագրերը կորած են, եւ դրանք մեզ են հասել միայն հայերեն թարգմանությունների շնորհիվ։ Այդ ցանկում են Զենոն Ստոիկի, Իրենոս Լուդգոնացու, Փիլոն Եբրայեցու, Եվսեբիոս Կեսարեցու, Հովնան Ոսկեբերանի, Իսիքոս Երուսաղեմցու, Տիմոթեոս Կուզի, Աթենաս Ալեքսանդրացու, Սեբաստիանոս Գաբաղացու, Եվսեբիոս Եմեսացու, Եփրեմ Ասորու, Այիթալա Եդեսացու, Զենոբ Ամիդեցու, Մարութա Նեփրեկեցու եւ այլոց աշխատությունները։ Գիրը դառնում է ինքնության վկայական։ 1915 թվականին, երբ թուրքերն օգտվելով առաջին աշխարհամարտի խառն իրադրությունից իրականացնում էին հայերի ցեղասպանությունը, շատերը բռնեցին գաղթի ճանապարհը։ Մարդիկ վերցնում էին ամենաթանկարժեքը։ Շատ հայեր փրկեցին նախնիների գրքերը։ Սա մեզ հասած ամենամեծ հայկական ձեռագիրն է՝ Մշո Ճառընտիրը, որը գրվել է 1200 թվականին։ Ցեղասպանության ժամանակ մեջքի վրա կրելով 28 կիլոգրամ կշռող այս ձեռագիրը հարյուրավոր կիլոմետրեր ոտքով էջմիածին է հասցրել տարեցմի հայկին։ 1898-99 թվականներին գերմանացի գիտնականները Վանա լճի հարավային ափերին գտան, լուսանկարեցին, ընթերցեցին եւ հրատարակեցին 3 սեպագիր արձանագրություններ։ 1915 թվականի ցեղասպանությունից հետո այդ արձանագրությունները կորած էին համարվում։ 21-րդ դարասկզբին վերանորոգման նպատակով պեղումներ կատարվեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի հսկողության տակ գտնվող հայ ճարտարապետության հրաշքներից մեկի՝ Աղթամար կղզու վրա գտնվող Սուրբ Խաչ եկեղեցու շուրջը։ Պեղումները տվեցին զարմանալի արդյունքներ։ Հայ հոգևորականների խցերից գտնվեցին 3 սեպագիր եւ 3 մաշտոցյան հայերենով գրված արձանագրություններ։ Գտնված սեպագրերը հենց նրանք էին, որ կորած էին համարվում 1915 թվականից ի վեր։ Պարզվեց, որ հայ հոգևորականները փրկելու համար իրենց նախնիների արձանագրությունները Վանա լճի հարավային ափերից խոշոր քարերը տեղափոխել են կղզի եւ թաքցրել իրենց խցերում։ Հայկական լեռնաշխարհում նշանագրության արվեստը սկզբնավորվեց դեռևս քարե դարում։ Այն իսկական գրի վերածվեց շուրջ 5000 տարի առաջ եւ այդ ընթացքում հայերը պաշտեցին դպրության 2 աստծո եւ 1 սրբի՝ Մեսրոպ Մաշտոցին։ Մաշտոցից առաջ շուրջ 3500 տարվա ընթացքում հայերը կիրառեցին 11 գրահամակարգեր, 4-ը տեղացին, 7-ը ներմուծված։ Մաշտոցյան Այբուբենը եղավ Հայաստանում կիրառված 12-րդ գրահամակարգը, որով յուրօրինակ կերպով ամբողջացավ հայոց դպրության պատմության միստիկ շրջանը։ Ինչպես Արեգակն է մտնում 12 համաստեղություններ, այնպես էլ հայոց դպրության լույսը մտավ իր 12-րդ աստղատունը։ Համաստեղությունն այդ ուներ 36 աստղային զինվորներ, որոնք էլ դարձան հայ ժողովրդի պահապաններն ու հավերժի ուղեկիցները։ Ահա այսպես ծնվեց ու զարգացավ գիրը քաղաքակրթության բնօրաններից մեկում՝ հայկական լեռնաշխարհում։ Նախնադարյան ժայռապատկերներից վերաճելով կատարյալ գրատեսակի՝ Այբուբենի։ Գիրը կշարունակի իր հազարամյակների ճամփան։ Գիրը, որ մարդկության հաստատուն հիշողություն։